Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր հուլիսի 28։ Աստծո հզոր ձեռքի տակ խոնարհվեք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։ Առաջին Պետրոս 5-րդ գլուխ 6-րդ խոսք։ Սա ըստ էության խոստում է, եթե մենք խոնարհվենք, Տերը մեզ կբարձրացնի։ Խոնարհությունը տանում է դեպի պատիվ, իսկ հնազանդությունը դեպի բարձրացում։ Աստծո նույն ձեռքը, որ այժմ խոնարհեցնում է մեզ, պատրաստ է նաև բարձրացնելու մեզ, երբ պատրաստ լինենք ընդունելու նրա օրհնությունը։ Մենք խոնարհվում ենք, որպեսզի հաղթենք։ Շատերն են մարդկանց առաջ ծնկում, նրանց հովանավորությունը շահելու ակնկալիքով, սակայն հաճախ չեն ստանում այն, ինչին ձգտում են։ Իսկ նա, ով խոնարհեցնում է իրեն Աստծո ձեռքի տակ, երբեք չի զրկվի նրա շնորհներից։ Աստված նրան կհարստացնի, կբարձրացնի, կհաստատի և կմխիթարի, որովհետև նա միշտ ողորմած է։ Եհովայի սովորությունն է խոնարհեցնել հպարտներին և բարձրացնել խոնարհներին, սակայն Տերն ունի իր գործելու ժամանակը։ Մեզ համար այժմ հենց այս պահին անհրաժեշտ է խոնարհվել, և մենք պարտավոր ենք շարունակել խոնարհ ապրել, անկախ նրանից Տերն իր խրատող ձեռքը մեր վրա դնում է, թե ոչ։ Իսկ երբ Տերը հարվածում է, մեր առանձնահատուկ պարտականությունն է խոր հնազանդությամբ ընդունել նրա խրատը։ Ինչ վերաբերում է մեր բարձրացմանը, ապա դա տեղի կունենա միայն իր ժամանակին։ Աստված լավագույնս գիտի, թե որն է այդ օրը և ժամը։ Միթե անհամբերությամբ աղաղակում ենք օրհնության համար։ Միթե ցանկանում ենք պատիվ ստանալ նախքան ժամանակը գա։ Այդ դեպքում ի՞նչ վիճակում ենք մենք։ Եթե իսկապես խոնարհ լինեինք, ապա խաղաղ հնազանդությամբ կսպասեինք Աստծո ժամանակին։ Ուրեմն, եկեք հենց այդպես էլ անենք։